Արատեսի վանք Արատեսը Հայաստանի Վայոց Ձորի մարզի պատմական գյուղերից է, որը հայտնի է իր անձեռակերտ բնությամբ և հնագույն վանական համալիրով, այն այսօր նաև գործում է որպես կրթական կենտրոն։ Ժողովրդական ստուգաբանության համաձայն Արատես անվանումը ծագել է արի և տես բառակապակցությունից՝ ի նկատի ունենալով տեղանքի չքնաղ գեղեցկությունը։ Տարածքում գտնվող վանական համալիրը ճարտարապետության լավագույն օրինակներից է, ըստ ուսումնասիրությունների այն հիմնվել է դեռևս մինչև 7-րդ դար։ Փոքրիկ, բայց յուրահատուկ գլխավոր եկեղեցուց բացի, այն ներառում է երկու եկեղեցի, երկու գավիթ և 5 մատուռ, դրանց մի մասը թվագրվում է 13-րդ դարով։ Ներկայումս Արատեսը վերածվել է ակտիվ դպրական կենտրոնի։ Այստեղ բնության գրկում կրթահամալիրի նախաձեռնությամբ կազմակերպվում են ճամբարներ և ուսումնական հավաքներ։ Գտնվելով Եղեգիս գետի ավազանում, տարածքը հայտնի է իր գեղատեսիլ լեռներով և ջրվեժներով։ Արատես վանական համալիրը, որը բաղկացած է երկու եկեղեցուց, երկու գավիթից և 5 մատուռից, համարվում է հայկական ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Այն ոչ միայն կրոնական, այլև մշակութային մեծ արժեք ունի, իր մեջ կրելով միջնադարյան Հայաստանի ճարտարապետական ավանդույթներն ու զարգացման փուլերը։ Վանքի ամենահին՝ Սուրբ Սիոն եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում, իսկ երկրորդ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին 11-րդ դարում։ Վանական համալիրը ժամանակին ունեցել է ամուր պաշտպանական պարիսպ, սակայն 17-րդ դարում այն մեծ մասամբ քանդվել է, պահպանելով միայն հյուսիսային հատվածը։ Այս վանքը կարևոր դեր է խաղացել ինչպես հոգևոր, այնպես էլ մշակութային կյանքում, դարեր շարունակ հանդիսանալով ուխտագնացության և կրթության կենտրոն։ Վանքի տարածքում կարելի է հանդիպել 10-17-րդ դարերի բազմաթիվ խաչքարերի, որոնք վկայում են այդ ժամանակաշրջանի հայ վարպետների բարձր արվեստի մասին։ Համալիրը հիմնադրվել է դեռևս 7-րդ դարում, սակայն այդ շրջանի առաջին կառույցներից ոչինչ չի պահպանվել։ Արատես վանական համալիրի մասին առաջին գրավոր հիշատակումը հանդիպում է 9-րդ դարում, ինչը վկայում է նրա կարևորության և հին պատմության մասին։ Այստեղ է գտնվում նաև Արատեսի գողտրիկ ջրվեժը, որը թաքնված է ժայռերի մեջ։